Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց որոշ խմբեր ունեն նաև որոշակի յուրահատուկ խնդիրներ։ Կան դեպքեր, երբ Լեռնային Ղարաբաղում ապրելու ընթացքում երեխայի ծնողը ինչ-ինչ պատճառներով չի ճանաչել երեխայի հայրությունը։ Պատճառները բազմազան կարող էին լինել, սկսած սոցիալ-տնտեսական տարատեսակ նկատառումներից մինչ հայրության ճանաչման իրավական բարդություններից խուսափելը։ Սակայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվելուց հետո այս տեսակ ընտանիքներն ունեն սուր կարիք իրավաբանորեն ձևակերպելու իրենց միջև եղած կապերը, այդ թվում նաև նախաձեռնել հայրության ճանաչման պետական գրանցման գործընթացներ։ Այս տեսանյութը նպատակ ունի բացահայտել այդ գործընթացի տարատեսակ ասպեկտները, ներկայացնել հայրության ճանաչման պետական գրանցման, գրանցումը մերժելու հիմքերը, դիմումին առաջադրվող պայմանները, դիմում ներկայացնելու կարգի այլ մանրամասներ, որոնց պարզաբանումները կհեշտացնեն նման խնդրին բախված մեր հայրենակիցների նմանաբնույթ հարցերի լուծումը։ Քաղաքացիական կացության ակտի գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում է հայրության ճանաչման պետական գրանցման դիմումի վերաբերյալ կարգավորումները։ Ըստ այդ օրենքի հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են. Առաջին, երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունը առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող այդ անձից։ Երկրորդ, օրենքով նախատեսված դեպքերում, օրինակ, երբ մոր հայտարարությունը ստանալը անհնար է, մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունը առ այն, որ երեխան սերվել է իրենից։ Երրորդ, նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը։ Հայրության ճանաչման գրանցումը կատարվում է առանց անձի տարիքային սահմանափակման, այն անձի, որի նկատմամբ այն ճանաչվում է։ Հայրության ճանաչման գրանցման նպատակով դիմումները ներկայացնում են քաղաքացիական կացության ակտի գրանցման գործակալություն։ Հայրության ճանաչման պետական գրանցման համար երեխայի մոր եւ երեխայի նկատմամբ հայր ճանաչվող անձի համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի մոր հղիության ընթացքում, ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո։ Նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել բացառապես երեխայի ծննդի պետական գրանցումից հետո շահագրգիռ անձի կողմից։ Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են. Առաջին, համատեղ դիմումի դեպքում երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի եւ երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը։ Երկրորդ, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո, ապա ներկայացվում է նաեւ երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները։ Երրորդ, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը, ապա ներկայացվում է երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը։ Չորրորդ, եթե դիմումը ներկայացվում է ոչ համատեղ, ապա ներկայացվում է երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը եւ երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը, մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործնակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը եւ երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի համապատասխան որոշումը։ Հինգերորդ, եթե հայրությունը ճանաչվում է չափահաս անձի նկատմամբ, ապա այս դեպքում նաև ներկայացվում է նրա համաձայնությունը։ Վեցերորդ, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետևանքով նախատեսվում է փոխել երեխայի անունը կամ ազգանունը եւ երեխայի 10 տարին լրացած է, ապա այս դեպքում եւս ներկայացվում է 10 տարին լրացած երեխայի համաձայնությունը։ 7-րդ, նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթը։ Հայրության ճանաչման մասին դիմումի մեջ նշվում են մի շարք տեղեկություններ։ Օրինակ, երեխայի ազգանունը, անունը, հայրությունը, մինչև հայրության ճանաչումը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը, երեխայի ծննդի ակտային գրանցման ժամանակը եւ համարը, հայրության ճանաչումից հետո երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, եթե դիմողը ցանկանում է դրանք փոխել,
երեխայի հոր, մոր մասին տեղեկություններ եւ մի շարք այլ տվյալներ։ Նման դիմումի գործող իրավակարգավորումներին համապատասխան ձևին կարող եք ծանոթանալ եւ ներբեռնել մուտք գործելով հետեւյալ QR կոդով բացվող հղումով։ Հայրության ճանաչման պետական գրանցման դիմաց գանձվում է պետական տուրք 10,000 դրամի չափով։ Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը եւ օրենքով սահմանված վերոնշյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Արտադրության նախարարության ԿԿԳ մարմին ներկայացնելու միջոցով նույն աշխատանքային օրը։ Հայրության ճանաչման ակտային գրանցման հիման վրա երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ օրենքով սահմանված կարգով կատարվում են այն բոլոր տվյալների փոփոխությունները, որոնք բխում են հայրության ճանաչման ակտային գրանցման տվյալներից։ Երեխայի հայրության ճանաչման պետական գրանցման տեղեկությունները էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով անհապաղ փոխանցվում են սոցիալական ծառայություններ տրամադրող մարմնին։ Եթե երեխայի ծնունդը գրանցվել է օտարերկրյա պետության կողմից, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարած հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։ Հայրության ճանաչման պետական գրանցումը մերժվում է, եթե Առաջինը, երեխայի ծննդի մասին ակտում, որպես երեխայի հայր նշված է այլ անձ, որի վերաբերյալ տեղեկությունները գրառվել են երեխայի մոր ամուսնության պետական գրանցման հիման վրա, կամ եթե առկա է երեխայի նկատմամբ նախկինում հայրության ճանաչման պետական գրանցում։ Երկրորդ, հայրության ճանաչման պետական գրանցման վարույթի ընթացքում պարզվում է, որ դիմում ներկայացնող անձը երեխայի հայրը չէ։ Հայրության ճանաչման պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե երեխայի հոր մասին տեղեկությունները գրանցել են օրենքով սահմանված կարգով, մոր ցուցումով, բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքի։ Իր հերթին այդ հոդվածը, որը կրում է գործակալություն ներկայացված տեղեկատվության արժանահավատության կախավարկածը վերտառությունը, սահմանում է կարգավորում, ըստ որի քաղաքացիական կայացության ակտերի պետական գրանցման կամ օրենքով նախատեսված այլ գործառույթ իրականացնելու նպատակով դիմողի ներկայացված տեղեկատվությունը համարվում է արժանահավատ, քանի դեռ չի ապացուցվել հակառակը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գործակալությունը բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի ներկայացված տեղեկությունների իսկության ստուգում չի իրականացնում եւ պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ գործակալության աշխատակիցը գիտեր կամ ակնհայտորեն պարտավոր էր իմանալ ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելու մասին։ Հայրության ճանաչման պետական գրանցումը չի կարող մերժվել նաև այն դեպքում, երբ հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա։